Հաղորդման Ողջույն Դավիթ ջան։ Համեցեք։ Santa baby, just slip a sable under the tree for me. Been an awful good girl, Santa baby. Anlaman bu çekin abi hayatı çinlere. Նրանց տեսքիններանց Բոլորին գոնյակ շիրասնացի Չեր դիմանան քամ շիրասի օքի Կոնյակ Շիրազ, չկա աշխարհում մի շունչ կենթանի, որ գերին չլինի սիրո զնդանի։ Նոր եմ համարները հանել, կարելի ասել։ Փաստաթղթերը նոր եմ պատրաստել, բայց ճիշտն ասած տենց դեռ չեմ վարում, շատ տենց աշխատում եմ դեռ, ոնց ասած մեքենայի հետ որոշ հարցեր կան, դրանք մի քիչ կարգավորել, կովրիկները կամ պատոհաններն, այսինքն ուզում եմ մի քիչ մքացնել։ Զուտ այդ խնդիրն է, թե մեքենան ինքը շատ լավն է ու այսինքն տենց ինչ-որ խնդրեմ չունի։ Լավ, Դավիթ ջան, նախ ես առիթ ունեցել եմ երևի թե առաջիններից եմ, որ շնորհավորել եմ քեզ, քանի որ ներկա է այդ հանդիսավոր արարողությանը, երբ քեզ նվիրեցին այս մեքենան, եւ հիմա կխնդրեի, որպեսզի դու մեզ պատմեիր, թե ինչ առիթով քեզ նվիրեցին այս ավտոմեքենան։ Այս մեքենան ինձ նվիրեց ՀԱՕԿ-ի նախագահ պարոն Ծառուկյանը, իմ երրորդ ռեկորդի սերտիֆիկատի շնորհանդեսի կապակցությամբ։ Երրորդ ռեկորդը 2010 թվականին է կատարել, 11 թվականին, սակայն մեկ տարվա ձգձգումից հետո ստացա վերջապես սերտիֆիկատը եւ սա ամենամեծ միջոցառումն էր։ Դեռևս 3 սերտիֆիկատ ոչ մի մարմնամարզիկի կողմից չէր ստացվել, սակայն իմ կյանքի կարելի ասել ամենամեծ նվերը սա եղավ, որի համար շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյան։ Առաջին ռեկորդը ես սահմանեցի 2009 թվականին, հուլիսի 21-ին, երկու ձեռքով 350 անմեջ պտույտ պտածողի վրա, որից հետո կատարեցի մեկ ձեռքով պտույտներ, դա հեղինակային էր, քանի որ առաջինը աշխարհում ես եմ փորձել կատարել, եւ վերջինը 670 էր երկու ձեռքով, 670 պտույտ կատարեցի նոյեմբերի 15-ին 2011 թվականի։ Նոյեմբերի 13-ին էլ շնորհանդեսը կատարեցինք այս տարի։
Վերադառնանք մեր ավտոմեքենային եւ խնդրեմ ներկայացրու մակնիշը եւ այն տվյալները, որոնք գիտես։ Մակնիշը գիտեմ, որ 014 է կոչվում։ Մեկ էլ դիաուժը գիտեմ 76, դա էլ ապան անելուց իմացա, մնացածը տենց չգիտեմ ինչ տեխնիկական տվյալներ ունի։ Մատորն էլ իմանալով 1.8 պետք է լինի։ Այդքանը։ Վարելիքի ծախսը։ Վարելիքի ծախսը 100 կիլոմետրին 8 լիտր, եթե չեմ սխալվում։ Որքան որ ես տեղյակ եմ, սա քո առաջին ավտոմեքենան է։ Այո, իմ առաջին մեքենան է ու այն էլ նվեր, որը ավելի շատ է, ոնց ասած, տրամադրում եւ որի համար շատ ուրախ եմ։ Իսկ ինչ մակնիշի մեքենաներ ես սիրում առհասարակ։ Դա այդպես ասած ինչ որ կոնկրետ տենց մակնիշ նախընտրած չունեմ, բայց մեքենային տենց ինչ որ շատ մեծ կարևորություն չեմ տալիս։ Բայց այն մեքենան, որը որ հարմար է, որը որ ավելի մաչելի այսօրվա մեր քաղաքի, ոնց ասած, երթևեկությանը, այդքան է։ Դու բավականին զբաղված մարդ ես, ինչպես ես կարողանում այդ ամենը անել առանց ավտոմեքենայի մինչ այսօր, ինչպես է իրանում։ Ճիշտն ասած, ես էլ եմ դա մտածել, քանի որ ովքեր մեքենա են սորում, հետո ոտքով չեն կարում անգան, մի անգամ եմ վարել երթևեկության մեջ, այսքան ժամանակ, ինչքան որ եղել է մեքենանի մոտ, մինչև քաղաքի կենտրոն հասա, այնպիսի խցանում է, որ մեքենան թողեցի մոտակա կանգառում, ոտքով գնացի հագճար։ Բայց ես գիտեմ, որ դու մինչ այս ավտոմեքենան վարում ես հայրիկիդ ավտոմեքենան, որը այստեղ հարևանությամբ է կանգնած, եթե չեմ սխալվում, ձեր պատուհանի տակ։ Դա վարում եմ, բայց հիմնականում պապան է վարում։ Կռահում եմ, որ հենց այս մեքենայի վրա ես վարել սովորել։ Հա, բայց ասեմ շատ չեմ քշել։ Տենց կարող է, չգիտեմ, երևի 10 տարուց ավել մեր մոտ է, երևի 10 անգամ վարած լինեմ, թե չլինեմ։ Իսկ առանձնահատկությունները այդ մեքենայի գիտես։ Առանձնահատկությունները այդ մեքենան են գործնարել, որ ոչ մի մեքենա չէր կարող անել, ես ունեմ նոր բնակարան, գնել եմ, այդ բնակարանի բոլոր շինանյութը այդ մեքենան է ապահովում։ Կարելի ասել իր գինը մի 15 անգամ հանել է։ Այդ մեքենան էլ այդ առանձնահատկությունը ունի։ Դավիթ, ինչ զգացիր, երբ նստեցիր մեքենայի ղեկին, որն արդեն քոնն է, ոչ թե հայրիկի կամ մեկ ուրիշի։ Դենց ինչ որ արտարոց ոչ մի բան, բայց որ ստանում ես նվերը մի քիչ ուրիշ ձև ես դու ընկալում։ Օրինակ այս մեքենանից առաջարկել են փոխանակել, ծախել, առնել, որ նվեր։ Արդեն նման առաջարկ է եղել։ Նույնիսկ, չգիտեմ, արտասահման մեքենաներ, ասել են, ոչ, այս մեքենան ինքը վաճառքի ենթակա չի, քանի որ ոչ թե միայն ճիշտ է նվերի չափն է իմ մոտ, այսինքն տենց չի իմ մոտ, այլ ում կողմից է նվերը։ Եթե մի մարդ տալիս է ինձ նվեր եւ այդ մարդուն ես շատ ոնց ասած ընդունում եմ հարգում, այդ նվերը վաճառքի ենթակա չի։ Նաեւ առիթը միանշանակ, քանի որ չգիտեմ էլի, փողը միշտ էլ կա։ Մեքենան կանգնում է ավտոտնակում։ Այո, ավտոտնակում հիմնականում այդպես, երբ որ տեղափոխվում նոր բնակարան, այնտեղ երևի կգնամ։ Իդեպ որտեղ ես գնել բնակարանը։ Առաջին մաս սպորտ դպրոցի կողքը, ասենց ասեմ։ Այստեղ բնակվում ես ծնողների եւ քույրիկիդ հետ։ Ծնողներս քույրիկիս հետ, այնտեղ էլ նույնպես մենք ընտանիքով ենք տեղափոխվել, ինչ որ տենց առանձնահատուկ։ Ես մտածեցի կարող է արդեն տենց ինչ որ հետագա պլանների հետ կապված առանձնանում ես։ Չէ, ինչքան հետագա պլան լինի, իմ ծնողները, չգիտեմ, իմ համար ուրիշ են, իմ սրբությունն են եւ իմ կյանքը չեմ պատրաստվում իրանցից առանձին ապրել։ Ինչքան էլ կյանքի պայմանները փոխվեն, լավ է, դա էական ազդեցություն չի թողի իմ ծնողների հետ ապրելու կամ Այսինքն երբ ընտանիք կազմես, միևնույն է ծնողներիդ հետ ես ապրել։ Այո, միանշանակ։ Դե ինչ գնացինք։ Գնացինք։ Ինչ ունես մեքենայի մեջ։ Ոչ մի բան չունեմ։ Ոչ մի բան, նույնիսկ այս խցիկն է ազատ, ընդհանրապես լրիվ նոր վիճակում։ Այդքան է, դեռ բան չեմ տեղադրել, ինչ-որ բաներ չեմ կախի հայելուներից։ Այնպիսի տպավորություն է, որ ես առաջին ուղևորն եմ այս մեքենայի։ Ճիշտն ասած, եթե մեր ընտանիքի չի, այո։
ընտանիքի անդամները նստել, դեռ ունելը ոչ մի չի նստել։ Լավ, դե քանի որ մեքենան նոր է, նույնիսկ չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հարցին, տեղ զնմանը եւ ապային, պարզ է արդեն, փակցրել ես իհարկե։ Ինչպես կարգն է, վարորդական իրավունքը եւ տեղանձնագիրը կներկայացնես, Դավիթ։ Տեղանձնագիրը կարող եմ ներկայացնել, բայց վարորդական իրավունքը մի փոքր ուշ։ Ես թվում է մեքենայի այդ տեխնիկական տվյալները բոլորն էլ ունենում են մեքենաներ, որի ընթացքում կամաց իմանում են իրենց մեքենայի հնարավորությունները։ Քանի որ ես մեքենա չեմ վարում, վարորդական իրավունքն էլ տանն է, հետո գանք ցույց կտամ։ Լավ։ Ես նկատեցի, որ հեռախոսին չպատասխանեցիր վարելիս։ Դե ընդհանրապես աշխատում եմ հեռախոսով չխոսալ, ղեկին։ Ես չեմ սիրում, եթե մի գործ անում եմ, կամ մի աշխատանք կատարում եմ, չգիտեմ, ուշադրություն է էլի շեղում կամ գրավում։ Հետո տենց շուշուտ են զանգում, որ պատասխանը պետք է հերթով պատասխանել։ Դա այնց որ ոչ մեկ չնեղանա, էլի։ Լավ, դե հիմա մեկնաբանիր, թե որտեղ ես դու ապրում եւ որ փողոց դուրս եկանք։ Սա ես ապրում եմ Շենգավիթի շրջանում, սա 9-րդ փողոցն է։ 9-րդ փողոցն է։ Շուկայի մոտ է էլի գտնվում։ Մետրոյի հարևանությամբ նաեւ։ Այո, մետրոյի հարևանությամբ։ Եվ վաղուց ես այստեղ բնակվում։ Այո, կարելի ասել այստեղ եմ նաև ծնվել։ Կոնկրետ այս շենքում չէ, բայց այս տարածքում հիմա մի քիչ տեղափոխվելու եմ մի 2 կանգար վերև։ Երբ դու այս մի քանի օրվա ընթացքում վարում էիր մեքենան, ինչ է քեզ առավել հունից հանեց երթևեկության ընթացքում։ Դե այդ խցանումները չեմ կարում, չգիտեմ, այսին որ խցանման մեջ եմ ընկնում կամ ինչ որ չգիտեմ, շուտ գեր ծանրաբեռնված ալում երթուղին։ Մի տեսակ չգիտեմ, ավելի լավ է նախընտրեմ ոտով քայլել կամ ճիշտել ոտով գնալ։ Չգիտեմ, երևի որ միշտ ոտքով եմ եղել, բայց երևի որ մեկ սկսեմ մեքենա վարել, ինձ թվում է կհարմարվեմ ոնց որ բոլորը։ Չգիտեմ, այ որ կանգնում ես անընդհատ ազդանշան են տալի, դա է մի քիչ նյարդերի վրա ազդում, բայց ընթացքում պետք է սովորես, ինչ արած։ Միջարոց իմ նոր բնակարանն էլ է, այսա ցույց կտամ ձեզ։ Այս շենքն է 8-րդ հարկում։ Դե ինչպես ասում են ուրախությունով։ Շնորհակալ եմ։ Սա մեր Շենգավիթի սպորտ դպրոցն է։ Մեր տարածքային սպորտ դպրոցն։ Հաճախել ես այս դպրոց։ Ճիշտ ասած չեմ հաճախել, ես սկզբից հաճախել եմ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը, որից հետո Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը։ Դավիթ, փաստորեն դու առանց երաժշտության ես երթևեկում։ Դե մագնիտոֆոն ինքը տենց հասկացողություն չկար մեջը։ Սակայն անպայման կլուծեմ այդ հարցը, քանի որ մագնիտոֆոնով առանց մագնիտոֆոն մի քիչ ձանձրալի է։ Դե այդքան շատ չեմ վարում, որ սկսեմ հիմնականում վարել կգնեմ անպայման մագնիտոֆոն։ Քանի որ մագնիտոֆոնը ինձ թվում է ավելի հետաքրքիր է էլի։ Դավիթ, իսկ այդ ցուցիչներն արդեն ուսումնասիրել ես։ Այո, ձախից առաջինը ջուրն է, երկրորդը շարժիչի պտույտի արագությունն է, երրորդը
կիլոմետրն է ցույց տալիս, ժամ որքան կիլոմետր եւ 4-րդը բենզինն է, վառելիքը։ Իսկ այս կոճակները Սա լույսերն է, սա էլ հիմնականում էս տաքացնող փեջերն է։ դեռ չես փորձարկել։ Չէ, ճիշտ ասած կարիք չի եղել։ Ինչ Դավիթ ջան, հիմա պետք է իմ կարծիքը քեզ հայտնեմ, բայց որ իմանայի երկրորդ անգամ ես վարում, երևի թե ռիսկի չդիմեի։ Համենայն դեպս երկրորդ անգամվա համար բավականին լավ ես վարում։ Երևի թե իսկապես քո մարզիկ լինելն է նաև քեզ օգնում, կենտրոնացած էիր։ Թեև մի 2-3 տեղ ես նկատեցի թարթիչի չմիացրեցիր, հետիոտներին չզիջեցիր, բայց ինչպես ասում են ժողովրդական լեզվով ասած, մի փոքր խամություն է իրանում, բայց եւս մեկ անգամ շեշտեմ, երկրորդ անգամվա համար բավականին լավ էր եւ երևում է որ դու կարգապահարորդ ես։ Շնորհակալություն, ճիշտ ասած ես էլ եմ դա զգում, քանի որ ցանկացած վարորդել ինձ թվում է ղեկի վրա է վարպետանում, չի կարող ուղղակի դասերը լավ սովորել այդ։ Ինձ թվում է դա փորձի հետ է կապված, որ ընթացքում ամեն ինչ տեղը կընկնի։ Հիմա եթե ասենք որևէ խնդիր առաջանա մեքենայի այդ ճանապարհին, ինչ միջոցներ կձեռնարկես։ Ճիշտ ասած, տենց, չգիտեմ, ինձ թվում է այս մեքենայի դեռ խնդիրներ չի լինի, հետո էլ որ լինի մի բան կմտածենք էլ։ Ասենք եթե անիվի հետ որևէ խնդիր առաջանա։ Դե անիվի հետ որ խնդիր առաջանա, ինքը Հայաստանին տարբերակ կա։ Սարքավորումները կան։ Սարքավորում չէ, չունենք այդ բան չի մտածում։ Բացի բեռնախցիկը։ Առաջին անգամ ես բացում։ Ես կարծում եմ, որ այնտեղ կան այդ սարքավորումները։ Տեսնենք, ճիշտ ասած չեմ էլ բացել, Կա։ Հաստորեն անես։ Այ որ դուք չհարցնեք, երևի չիմանայի, ունեի թե չունեի։ Անցնենք պետհամարանիշներին, Դավիթ։ Այո։ Դու ցանկացար նման թվեր լինեին։ Դե համարները, սերիական համարները 34-ով էր, ու չգիտեմ, ասեցի դե այդեղ, չգիտեմ, 12,000 էր, 15,000 էր մուծում պետ դուրքը, որոշեցի մի քիչ ավելի լավ համարներ հանեի, մի քիչ ավելի գումար վճարեցի, այդքան է։ 8 թիվը սիրում ես։ 8-ը եւ 3-ը, երկուսն է սիրում։ Բայց որ ասեմ, տես շատ նախապատվություն եմ տալի թվերին, այդքան էլ չէ։ Դավիթ, ես կարծում եմ քո սաները նույնպես ուրախացել էին։ Այո, իմ սաներին էլ էի հրավիրել այդ միջոցառմանը եւ իրենք էլ շատ ողջավորվել էին։ Դե միշտ այդպես է, ես էլ որ փոքր էի, նաեւ ուրախանում էի թեկուզ մեր մարզիկների հաջողություններով։ Պետք է միշտ էլ այդպես լինի, մեկը մյուսով ողջավորվի եւ այդ ստիմուլը որ կա, անցնի, վարակինոն անցնի մեկը մյուսին եւ բոլորն են ունենան հաջողություններ։ Սա քո ամենաթանկարժեք նվերն է այսօրվա դրությամբ։ Այսօրվա դրությամբ իմ ամենաթանկարժեք նվերն է, բայց քանի որ նաեւ ստացել էի իմ առաջի երկրորդ ռեկորդին ստացել էի հավաքի շքանշան, դա որպես շքանշան, որպես պարգև եւ սպորտային նվաճում, դա ես համարում եմ անգին իմ համար։ Իմ սպորտային կարիերայի ընթացքում ամենաբարձր նվաճումն էր կարելի ասել սա եւ սա իմ կողմից միշտ ձգտել եմ նվիրել պարոն Ծառուկյանին, ինչի համար, քանի որ նույնպես իմ սպորտային կարիերայի ընթացքում ամենամեծ աջակցությունը, ամենամեծ հովանավորչությունը եւ այդ օգնությունը ես ստացել եմ պարոն Ծառուկյանից։ Իհարկե ամենակարևոր բանը ուզում եմ ձեզ ասել, որ այսօր դա ոչ թե միայն Դավիթի հաղթանակն է, մեր բոլորի հաղթանակն է, մեր ժողովրդի հաղթանակն է, որտեղ այսօր ամբողջ աշխարհն է տեսնում, եւ դա մեր ժողովրդի ազգի պատիվն է։ Հենց այնպես
մեդալը ռեկորդը չի տրվում։ Դրա համար հարկավոր է կամք, ձգտում, աշխատանք, չարչարվել, քրտինք թափել։ Իսկ նա ամենակարևորը ուզում է դա գնահատվի, իսկ երբ որ գնահատվում է, ուզում ես ավելի շատ անել։ Դավիթ, իսկ կա որևէ հետաքրքիր դեպք կապված ավտոմեքենայի հետ։ Ավտոմեքենայի հետ հետաքրքիր դեպք եղավ։ Գալուց դե ես տաքսի պատվիրեցի, տաքսու մեջ էի։ Այն օրը, երբ գործարանում այդ հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ։ Եվ տաքսու շոֆերը ասեց, տես այ մեքենան շահել են տանում են տուն, ասեցի չեն շահել, իմն է, նվեր եմ ստացել, ու չհավատաց ինքը եկավ այնքան սպասեց տաքսի, որ մեքենան գա հասնի հայտ եւ տենա իմն է։ Ովքեր են եկել քեզ շնորհավորելու։ Մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ, ովքեր նաեւ մեծ վաստակ ունեն այսօրվա մարզաշխարհում, դասախոսներ, գործընկերներ, այն մարդիկ, ովքեր որ մինչ այժմ սիրով ներկա են եղել միջոցառումներին եւ իրենց աջակցություն են նաեւ ունեցել, թե ընկերական, թե ինչ-որ գործով։ Մի խոսքով այն կոլեկտիվը, ովքեր որ ինչ-որ կապ ունի իմ հետ։ Իմ մարզիչը, որ իրեն, չգիտեմ, լավ զգաց այդ պահին, որ նա իմ մարզիչն է, դա իմ համար ամեն ինչ է եւ իրանով ես ավելի շատ եմ ուրախացել, քան այս մեքենայով ճիշտ ասած, քանի որ իրոք ինքը նաեւ տվել է բազմակի սովետական միության չեմպիոններ, չգիտեմ, ովքեր մեծ նվաճումներ են ստացել սովետական միության օրոք, սակայն մինչ այժմ լինելով Հայաստանի վաստակավոր մարզիչ այդպիսի մեծ ուշադրություն չէր ստացել ինքը որևէ անձի կողմից, ինքն էլ շատ ոգևորված եւ չգիտեմ, չի կարելի այդ ապրումները ուղղակի ինքը շատ լավ զգաց իրեն։ Նա նույնպես նվեր ստացավ գումարի տեսքով, այո։ Այո, 1 միլիոն դրամ պարոն Ծառուկյանը պարգևատրեց որպես մարզիչ։ Իր համար էլ էր անակնկալ, մեծ անակնկալ էր իրոք։ Դավիթ ջան, որ ասենք թե սա անփորձանք ուրախության համար ծառայի, ավելի ռեկորդ կլինի։ Այդ ժամանակ արդեն մի հատ էլ ջիպ կնվիրենք։ Ավելի միշտ կա պարգևները, այնպես որ չի սահմանափակում։ Պարգևներից անմասն չմնաց նաև Դավիթ Ֆահրադյանի մարզիչը։ Գագիկ Քեշիշյանը ՀԱՕԿ նախագահի կողմից 1 միլիոն դրամ պարգևավճարի արժանացավ։ Շատ ուրախ եմ, որ գնահատվել եմ։ Դա ուրանալ չի լինի եւ հասկանում եմ, որ եթե աշխատում ես, ամեն դեպքում արդյունքը լինելու է եւ գնահատակ լինելու է։ Քո զբաղվածությունը բավականին մեծ է եւ ես կցանկանայի, որպեսզի դու թվարկեիր, որտեղ ես դասավանդում։ Ես դասավանդում եմ Երևանի Պետական լեզվաբանական համալսարանում որպես դասախոս ֆիզկուլտուրայի եւ սպորտի։ Այդքան առավոտները դասավանդում եմ համալսարանում եւ ցերեկը, այսինքն ճաշից հետո մարզում եմ սպորտ դպրոցում, ովքեր որ հիմնականում աշխատում են կամ չեն հասցնում, կանչում շաբաթ կամ կիրակի օրերին, համ դահլիճն է ազատ լինում, համ էլ իրենց ոնց ասած ծանրաբեռնվածություն հարմար լինում։ Դե պայմանները պետք է հարմարեցնեն ցանկացած մարդ իրեն, որպեսզի իր պարապմունքը, իր առօրյան ավելի հեշտ անցնի։ Ես ընդհանուր առմամբ երևի կունենամ մի 70-80 սան ընդհանուր առմամբ։ Եվ ես կարծում այդ բոլոր սաները ուզում են նմանվել Դավիթ Ֆահրադյանին։ Ես կցանկանայի, որ ամեն առումով ինձանից ավելի ուժեղ լինեին, ավելի նպատակային լինեին եւ ձգտող։ Ձգտումը այսօր մի քիչ երեխաների մոտ հետընթաց է ապրում, այսօր պայմանները ավելի լավն են, քան նախկինում եղել են մեր պայմանները։
Ուղղակի այսօր երեխաները ավելի շատ զբաղմունք ունեն եւ չեն սիրում իրան չարչարել։ Իսկ չարչարվող մարդը, ձգտող մարդը միանշանակ հասնելու է։ Բայց կան խոստումնալից երեխաներ։ Միանշանակ կան ու իրենք էլ են այսօր իրենց տեսնում են այդ ոլորտում, հենց դա է խնդիրը եւ նպատակային մարզվում են այդ տարիքից սկսած։ Դավիթ, կպատմես ինչպիսի ճանապարհ ես անցել եւ ինչու ընտրեցիր հենց մարմնամարզությունը։ Ճիշտն ասած, ես մարմնամարզության դպրոց չեմ գնացել, իմ մարզիչն է ինձ ընտրել դպրոցից, իմ առաջին մարզիչը Արմեն Իսկոյանը, դպրոցում հրավիրատոմսեր տվեց այն երեխաներին, ովքեր որ ունեն որոշակի ֆիզիկական պատրաստվածություն, ճկունություն, որից հետո հաճախեցի մարզադպրոց, մի խոսքով ձգեց այդ սպորտը ինձ եւ ոնց ասած մնացի այդ սպորտում։ Չի հաստատվեցի, չկոտրվեցի, թեկուզ ամենաև դժվար պայմաններին։ Նա ունեցա հաջողություններ, նաև ունեցա դժվարություններ, ցանկացած երկար մարզումների ընթացքում ամեն խոչընդոտի էլ հանդիպում ես։ Միայն հաղթանակներ չի լինում, միայն, չգիտեմ, բեկրանքի պահեր չի լինում, այլ լինում են նաև հիասթափություններ, լինում են նաև ուղղակի մարդ պետք է սառը մտածի եւ կատարի այն քայլը, որը որ նպատակ է դրել։ Դու ինչ նպատակ էիր դրել ի սկզբանե։ Ի սկզբանե դե չեմ կարող ասել, ի սկզբանե չեմ ունեցել, որպես մարզիկ հաճախել եմ, սակայն երկար տարիներ մարզվելուց հետո մտքեր առաջանում են, կատարես այս վարժությունը, կատարես մյուս վարժությունը, մի խոսքով։ Մեր խմբում շատ ուժեղ երեխաներ են եղել, մարզիկներ են եղել, սակայն կյանքը ամեն մեկին մի ուղղությամբ տարել է։ Ինձ թվում է դա էլ, չգիտեմ, երևի ճակատագիրն է։ Իսկ նման ռեկորդ սահմանելու գաղափարը որտեղից։ Դե ես 2005 թվականից էի ճիշտ ասած փորձել, սակայն փաստաթղթերը որոշ թերություններ ունեցան եւ չհաստատվեց, որից հետո մեկնեցի ծառայության։ Ծառայությունը վերջացրի 2007 թվականին, դրանից հետո մարզումներ, պարապմունքներ, 2009 թվականին տեղեկացա գործող ռեկորդի մասին եւ փորձեցի իմ ուժն էլ չափել, իմանալ իմ հնարավորությունները, որքան է իմ հնարավորության սահմանը, այդքանը, որից հետո սկսեցի մարզվել։ Եվ 2009 թվականին կատարեցի, 2010 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին կարծեմ եկավ առաջին հավաստագիրը։ Որից հետո դու ոգևորվեցիր եւ որոշեցիր այդ ռեկորդը սահմանել մեկ ձեռքով։ Այո, միանշանակ։ Դե երբ որ սպորտային ինչ-որ հաջողության մեջ դու զգում ես քո հնարավորությունները, պետք չէ կանգ առնել ինչ-որ մեկ աստիճանի վրա, այլ պետք է բարձրանալ։ Այդ աստիճաններով հերթով բարձրանալ։ Ինձ թվում է դա է հիմնական պատճառը եղել։ Համեմատության կարգով կասես մյուս ռեկորդակիրների մասին, քանի պտույտ են կատարել նրանք։ Հիմնականում իմ պայքարը եղել է ռուս մարզիկի հետ առաջին ռեկորդը որ կատարեցի, նա կատարել էր 250 անգամ, ես կատարեցի 307, բայց չսահմանվեց այդ ռեկորդը։ Ինչու՞։ Դա 2005 թվականին, իսկ որից հետո 350 փաստաթղթերի պատճառով, իսկ 350-ը հետո գրանցվեց։ Այսինքն 100 պտույտով գերազանցեցի ռուս մարզիկի։ Այսինքն նրանք գիտակցելով, որ դու սահմանել ես այդ ռեկորդը, միայն փաստաթղթերի պատճառով չգրանցեցին։ Հիմնականում այդ փաստաթղթերն են հավաստում քո կատարման մասին, քանի որ այսօր տեխնիկան այնքան է զարգացել, որ կարող ես կեղծել եւ ուղարկել։ Մի խոսքով դա մի բան է ռեկորդ անել, մյուս բան է այդ ռեկորդը հաստատել եւ հավաստագիրը ստանալ։ Հաստատ 1 տարի սպասողական վիճակ է եղել քեզ մոտ։ Վերջի ռեկորդը այո, սակայն իրենց ուղեգրերում նշված է, որ ցանկացած գործ ամենաերկար ժամկետը 6 ամիսն է։ Իրենց մոտ որոշ կանոնակարգ է փոխվել, որոշ չափորոշիչներ են փոխվել, բայց մենք ասացինք, որ մենք երբ որ կատարել ենք այդ ռեկորդը, մեր ռեկորդը պետք է ընդունեն իրենք հին կանոնակարգով։ Այդքանը, որից հետո հաստատվեց, ինձ թվում է կարող է լինի պատճառ այն, որ իրենց մոտ տարեկան 60,000 դիմում նամակ է։
գնում ամբողջ աշխարհից։ Եվ ցանկացած գործ այնտեղ կարող է ճակատագիրը մի վայրկյան, երկու վայրկյան լինի։ Այն գործին շուտ մի թուղթ թերիա իր մեջ դնեն մի կողմ։ Իսկ երրորդ ռեկորդը ինձ թվում է դա էր, որ մեկ անձի անվանտակ դերևս 3 ռեկորդ մանրամասնությունից չկար, ինձ թվում է դա էր։ Կամ էլ երկրորդ տարբերակը ծանրաբեռնվածությունն է, ուրիշ ոչ մի բան։ Իրանց էլ պետք է հասկանալ ամբողջ աշխարհից ցանկացած ռեկորդ իրենց գրասենյակա մտնում եւ առաջին իրանք են նայում, իրենք պետք է պատասխանել եւ իրենք էլ չեն ցանկանա, եթե մի անձ կատարել է, չարչարվել է այդ աշխատանքում, մերժեն, ուղղակիորեն վերցամերժեն, քանի որ դա իրենց շահերից է բխում։ Այսօր Գինեսի գիրքը աշխարհում Աստվածաշնչից հետո երկրորդ գիրքն է, որը որ հրատարակվում է քանակությամբ։ Այդքան շատ հրատարակություն ունի։ Այնպես որ իրենք էլ են ցանկանում ավելի հետաքրքիր, ավելի դիտարժան, որոնք որ կհետաքրքրեն հասարակությանը։ Այժմ կցանկանայի մի փոքր մենք վերհիշենք մեր փարիզյան արկածները։ Խոսքը լավագույններից լավագույնը հեռուստաշոուի մասին է իհարկե։ Ճիշտ ասած շատ մեծ տպավորություն թողեց այդ խաղը, քանի որ աշխարհի ամենամեծ շոուն է համարվում ինքը մինչ այսօր եւ նման անձնավորությունը որտեղ ովքեր այնտեղ են, չգիտեմ, շատ մեծ տպավորություն թողեց։ Ինչպես ընդգրկվեցիր դու այդ նախագիծը։ Ինձ զանգահարեցին, ասացին, որ գոյություն է այսպիսի նախագիծ, որին պատրաստվում են մեկնել, կցանկանաս, ես ասացի այո, եւ մի քանի օր անց կազմակերպվեց որոշակի ստուգարքային վարժություններ, կարելի ասել, նորմատիվներ, որոնց մասնակցեցինք եւ սպասեցինք պատասխանին եւ մեզ ասեցին, այսինչ օրը, այսինչ տեղը կլինեք, որպեսզի այդ համազգեստը ստանաք։ Ով էր ընտրությունը կատարում։ Յուրի Վարդանյանը։ Յուրի Վարդանյանն էր կատարում։ Ցավոք սրտի նա չկարողացավ մեզ հետ մեկնել։ Ճիշտ է, իր պակասը շատ զգացվեց, եթե լիներ ինչ որ չափով մենք ավելի բարձր արդյունք ցույց կտայինք, այդ ոգևորությունը մեծ բան է, սակայն մենք ունենք եւս լավ ընկեր եւ մարզիչ, որը Ռոբերտ Էմյանն իհարկե, եւ այսօր էլ ցանկացած միջոցառման, ցանկացած մրցումներում ինքը իր աջակցությունը, իր նվիրված, չգիտեմ, աշխատանքը ցուցաբերում է մարզիկներին։ Դավիթ, իսկ ամենից շատ որ փորձությունը քեզ վրա տպավորություն թողեց։ Ամենից շատ իմ վրա տպավորություն թողեց ցուլերի հետ կապված փորձությունը։ Ճիշտ է, վտանգավոր էր, բայց մասնակցելով, որ արդեն ոնց ասած մտնում ես այդ արենա, ամեն ինչ մոռանում ես։ Մի խոսքով այդքան, ես հիմնականում ցանկանում եի պատը բարձրանալ, պատնել եմ, բարձրացել, մասնակցել եմ այդ փորձությանը։ Կարծես բոլոր փորձությունները անցել ես, չէ՞ այնտեղ։ Դե կատարել եմ, այո, բայց հիմնականում սկսեցի արդեն ոնց ասած այդ ցլերի փորձը ինձ ավելի շատ հետաքրքրեց եւ ավելի շատ ոնց ասած ադրենալին էր կրում այդ պահինքով վրա։ Պատի վարժությունում բոլորը հիմնականում մանրամարզիկներ են կատարել։ Ուրիշ երկրներ կան, որ նույնիսկ ՄՇՄԱՐՏ-ի մասնակիցներ են կատարել, սակայն այդ բարձր արդյունքը ես ուզում եմ նշել այն է, որ մեր մարզվել են կոնկրետ այդ վարժության վրա եւ մեր մոտ ինչ-որ չափով ավելի հեշտ է լինում։ Բայց բոլորն էին մարզվել եւ ասենք, որ մենք առաջին անգամ էինք մասնակցում։ Ինձ թվում է, որ Ռուսաստանի հավաքականը եւ Բելարուսի հավաքականը իրանք քանի տարիներ անընդմեջ մասնակցում են։ Ռուսաստանը 7-րդ անգամ էր այն ժամանակ մասնակցում։ Իրենք բոլոր պայմաններն ունեն եւ բոլոր ձևերով էլ մարզված են։ Ռուսաստանի հավաքականը, որքանով ես տեղյակ եմ, 215 թե 20 հոգի մարդ էր եկել։ Եվ օրը մեջ թե ամեն օր իրենց կազմը փոխվում էր։ Նույն մարզիկին մենք գրեթե չենք տենում տարբեր փորձությունների մեջ։ Մեկ խաղ, երկու խաղ եւ իր տեղը նոր մարզիկ էր հանդես գալիս։ Իսկ մենք մինչև վերջի օրը պայքարեցինք այդ փոքր կազմով, սակայն շատ ոնց ասած կուռ կազմ էր։ Մեկը բոլորը մեկի սկզբունքով եւ փառք Աստծո, որ ոչ մի վնասված, ոչ մի ինչ-որ արտառոց դեպք չգրանցվեց։ Ինչ տվեց քեզ այդ մասնակցությունը։
Մասնակցությունը տվեց ինձ մեծ ընկերություն առաջինը։ Այդ ծանոթանալով բոլորի հետ, տարբեր երկրների ժամանած թե մանրամարզիկներ, թե բռնցքամարտիկներ, այն մարդիկ, ովքեր այսօր աշխարհում եք համբավ ունեն։ Բազմակի չեմպիոններ, նույնիսկ, չգիտեմ, այն մարդիկ, ումը որ մենք համարում ենք այսօր լեգենդ սովետական միության, թե ընդհանրապես աշխարհի մասշտաբով, եւ դա մեծ պատիվ է գտնվել մի հարթակում այդ մարդկանց կողքին։ The biggest game show in the world! Ինչ ունեմ բոլորս մեր դրական էներգիան ուղենք Գինեսի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրազյանին մաղթենք, որ նա հասնի հաջողության այս անգամ։ Դե Դավիթ, քեզ տեսնենք։ Հայաստան go! Հայաստան go եւ Դավիթ Ֆահրազյանը հեծանիվով գնում է։ Հասավ, ոչ չհասավ։ Նաև հիշեցի մի փորձություն, ինքը կատարվեց էստաֆետայի տեսքով, չնայած էստաֆետայի առումով մանրամարզիկները այդքան էլ լավ չեն, քանի որ այնտեղ օգտագործում է դիմացկունություն է երկար տարածության վազքերի շնորհիվ, մենք այդքան երկար տարածություններ չենք վազում, սակայն հենց առաջի փորձությանը ես մոտենալով մեկնարկին մոռացել էի ինչ-որ առարկա վերցնել, երկու անգամ գնացի, եկա եւ առաջինը հասա, ճիշտ ասած, բայց երկրորդի դեպքում իմ հետ Չինաստանից աշխարհի չեմպիոն էր կարծեմ, ատլետիկայից, էլ չկարողացա ճիշտ ասած, բայց դա իմ մեջ տպավորվել է, որ իրենքի զարմացեց, երկու անգամ գնացի եկա եւ առաջին տեղ հասա։ Այո, բարդ վարժություն էր բավականին, բայց դու պատվով դուրս եկար։ Ճիշտ ասած, դա, այսինքն նախորդող տարին, որ նայում ենք հեռուստացույցով, թվում էր թե շատ հեշտ ջուրին կատարող վարժություններ են, բայց մինչև չես կրում այդ ծանրաբեռնությունը, այդ չես մտնում։ Հագուստը նաև չէ, շատ անհարմար էր։ Հագուստներ կան, որ ջրի մեջ մտնելուց հետո քաշը եռապատկվում էր։ Բայց չգիտեմ էլի, մինչև չես կատարում, չես կարող գնահատական տաս, ինչ-որ մեկի կատարածին։ Սկսվեց պայքարը, Գագիկը բավականին արագ, վատ չէր, իջնում է, հիմա պարզապես պետք է շատ արագ ընդունել էստաֆետը։ Եվ անգլիացիները, այո, ետ են մնում ֆրանսիացիները եւ հայերը անցնում են հայերը չինացիներից, բավականին արագ է անցնում մեր մասնակիցը։ Երկրորդ տեղում ենք մենք իջնում, հիմա Սարգիսը կարող է անել այդ բանը։ Այո, մենք առաջ ենք, մենք անում ենք այդ բանը։ Այո, մենք արեցինք այդ բանը։ Այո, Հայաստան առանց դիսկվալիֆիկացիայի, Հայաստան մաքուր, Հայաստան չեմպիոնների պատի վրա։ Բրավո! Հարգելի հեռուստատեսներ, չինացիները խարդավանք էին դիմել։ Մենք վերադարձինք նրանց խաղացողին։ Չինացիները խաղացող էին փոխել։ Մենք համոզված էինք, որ մերոնք հաղթելու են, ու հենց այդպես էլ եղավ։ Սա էլ այդ գովերքված չինական թիմը, սա էլ այդ գովերքված չինացիները։ Հայաստան! Դե Դավիթ ջան, մեքենան շնորհավորելու ով է գալիս առանց ոգելից խմիչքի։ Մենք եկել ենք լավ կոնյակով, որը տրամադրել է մեզ մեր գլխավոր հովանավոր Պրոշյանի կոնյակի գործարանը, եւ կարծում եմ դու հարազատների հետ կնշես քո նոր ավտոմեքենան։ Շատ շնորհակալություն Մարգարիտ ջան այս նվերի համար։ Իհարկե, ուրախության սեղանին կբացվի եւ կշնորհավորենք եւ կնշվի, որ հատուկ քո կողմից եւ Պրոշյանի գինու կոնյակի գործարանի կողմից նվեր ստացա։ Ալյոնուշկա գեղեցկության սրահում անցկացվում են հոս 58-15-88։ Ես ուզում եմ քեզ որակյալ բենզինի կտրոն տալ, կարող ես այցելել Max Group ընկերության բենզալցակայաններ եւ լիցքավորել քո մեքենան բարձրակարգ բենզինով։ Կօգտվեմ, անչափ շնորհակալ եմ դեզայն եւ Max Group-ից։ Դե ինչ Դավիթ ջան, շնորհակալություն։ Ցանկանում եմ քեզ նորանոր նվաճումներ, նոր ռեկորդներ, իհարկե անվտանգ երթևեկություն եւ
էլ ավելի լավ մեքենա, քանի որ դու իսկապես արժանի ես դրան։ Անչափ շնորհակալություն ձեր նվերների եւ ձեր ցանկության, ինչպես նաեւ այսօր որ եկաք, այսքան ժամանակ տրամադրեցիք, որպեսզի լուսաբանեիք այս նվերը։ Բարի երթ։ Հաղորդման գլխավոր